Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, այսօր պետք է խոսենք մի թեմայի մասին, որը կոչվում է արտակարգ իրավիճակներ։ Ինչու եմ ասում արտակարգ իրավիճակներ, անցած անգամ ասում էի պատերազմ, շատ շատերը վախենում են ոնց որ այդ բառից, մտածում էին թե այս պատերազմի կոչ եմ անում, այդպես կոմենտներ կար մի քանի, չգիտեմ, խուճապ եմ մտցնում, չէ, ժողովուրդ, սա խուճապ չի, սա ասում եմ պատրաստվել, դա չի նշանակում պատերազմի կոչ անել, չգիտեմ ինչ անել, հրահրել պատերազմ, եսի ինչեր, խուճապ մտցնել, պատրաստվել նշանակում է պատրաստ լինենք, որ հանկարծ այդ վատ վիճակը լինի, խուճապի չմատնվենք, էդ է, կորուստներ չունենանք, ամեն ինչ հեշտ տանենք։ Հիմա անցած անգամ տրանսպորտի հետ կապված մի քանի խորհուրդներ էի տվել, որ բոլորը տրանսպորտ կարողանան օգտագործել։ Մի բան չի ասել, նաև պարտադիր պետքա այդ բակերը, մեքենաների բակերը ցանկալի կլինի, որ լիքը պահենք։ Կամ ինչ-որ մի երկաթի կանեստրով, ովքեր գարաժ ունեն, սեփական տուն ունեն, ասենք այդ բենզինա, դիզելա ունենան զապազ, որ հանկարծ ինչ-որ մի արտակարգ իրավիճակ լինի, խուճապի չմատնվեն, չընկնեն, հերթ կանգնեն բենզինի, բենզակալոնկեքում իրար չսպանենք, չտրաքենք, չգիտեմ, այդպես նման բաներ չլինի, ինչը որ արդեն մեր գլխին եկել է մի անգամ։ Հիմա այսօր ինչի մասին եմ խոսելու։ Այսօր ուրեմն ամենակարևոր խնդիրներից մեկը, որ ծագում է արտակարգ իրավիճակների դեպքում, դա էլեկտրաէներգիան եւ կապն է։ Ինչու եմ ասում արտակարգ իրավիճակներ, քանի որ այս իմաստացները մենակ պատերազմի չի վերաբերվում։ Սա վերաբերվում է, կարա լինի երկրաշարժ, ջրհեղեղ, չգիտեմ, փոթորիկ, եսիմ ինչ վատ բան, պատերազմ, այս ամեն ինչը մեր գլխին արդեն այս վերջերս եկել է, չէ՞։ Դրա համար դա պատրաստ ենք լինում ու վերջ։ Հիմա էլեկտրաէներգիայի համար, ովքեր ունեն հնարավորություն, մի ալարեք, ով ասենք գարաժ ունեն, սեփական տուն ունեն, մի հատ փոքր գեներատոր միշտ ունեցեք։ Այս իմաստացները ամեն ինչը հիմա ինչի մասին կասեմ, ինտերնետով վաճառվում է այդ մարքեթ փլեյսներում, չգիտեմ որտեղ կարող եք պատվիրել կգա։ Գեներատոր եք ունենում, այդ խնդիրը հոսանքի կլուծվի արդեն, շատ կարևոր բան է, թեկուզ շատ փոքրից սկսած ինչ չափի որ կարող եք հնարավորությունը ոնց ներում է եւ վառելիք այդ գեներատորի համար մի կանեստր, երկաթի կանեստերով 20 լիտրանոց ինչով է բենզինա, դիզելա դնում եք գարաժը, այդ գեներատորի հետ մնում է տարի մի անգամ էլ խոտակ նորմալ է, բայց եթե հանկարծ պահը եկավ, շատ մեծ դեր է խաղալու։ Այդ գեներատորը, բացի գեներատորը, տեսեք հոսանք ունենալու համար մեզ ինչա պետք նայել, ինչ կարելի անել։ Նախ ինչ խնդիր է ծագում, այդ հեռախոսների, ռացիաների մյուս զայրատկա դնելու հարցն է ամենակարևորը, ռադիո միացնելու, որ ինչ որ նորություն ունենաս, հեռուստացույց միացնելու։ Ինչա պետք, օրինակ մեքենաները, ով մեքենա ունի, ինքը արդեն հոսանքի աղբյուր է, չէ՞, ձեռք ենք բերում այս տեսակի, ես էլ այդ ինտերնետով եմ ձեռք բերել, դա սենց տրայնիկներ է, ինչքան շատ, այնքան լավ ես բանսերը, նույնիսկ USB ունի, միացնում ես մեքենային, նաև այս տեսակի բաներ եք ձեռք բերում ու ասինքն մի 10 հատ հեռախոս, եթե դնես մի 10 հատ հեռախոս կարանք մի անգամից մեքենայից զայրատկա դնենք, հանգիստ, դա շատ կարևոր խնդիր կլուծի։ Բացի դա, կարելի է տունը ունենալ ակումուլյատոր, մեքենայի ակումուլյատորները, այս մի հատ ցույց տամ, եսի մեքենայի հին ակումուլյատորն է, արդեն երևի մի 10 տարվա կլինի, բայց ինքը մեքենա խոտ տալու համար նորմալ չի, ցանկացած հին ակումուլյատոր, որ լրիվ չի փչացել, ինքը կլինի օգտագործել։ Բայց սրանով արդեն կարող ենք տանը ունենալ մի թեթև հոսանք, գոնե այդ կապի բանի հետ կապված։ Ինչ ալնում այդ արտակարգ իրավիճակների դեպքում կապը եւ հոսանքը վերանում է միանգամից, կապը կարող է վերականգնել մի սուտկվա ընթացքում, բայց այդ մի սուտկայի ընթացքում ձեր հեռախոսներն արդեն նստած լինելու չեք կարալու կապ հաստատել։ Դրա համար սենց ակումուլյատոր տանը ունենում եք, զայրատկի ենք դնում, այդ հին ակումուլյատորը կլինի, ուզում եք հնարավորություն ունեք թազեն թողնի։ Ինչ է, մի հատ էլի սենց բան եմ ձեռք բերել, հասարակ, այս պլյուս մինուսը չենք խառնում, միացնում ենք, տան պայմաններում հենց։ Տան պայմաններում, սա է, էլի այդ նույն մեքենայի հետ կապված, միացրեցինք, վերջ, արդեն ունենք հոսանք գոնե հեռախոսները զայրատկա դնելու։ Բացի դա ակումուլյատորը նաև կարող ենք 220 վոլտ հոսանք ունենալ, էլի շատ ծախս չի, ես ասեմ ինչ ենք անում։
Այս հին ովքեր կհիշեն այս բանը կոմպյուտերների այս բեսպերիբոյնիկներն որոնք շատ լավ կարելի է օգտագործել այս դեպքերում դրանց հիմնական այս մեջ էսենց փոքր էլի ակումուլյատորներ 12 վոլտ ես հանել եմ այդ ակումուլյատորը շատ քիչ է հերիքում որպեսզի 220 վոլտ հոսանք ունենա այս ակումուլյատորը ես հանել եմ մեջից հեշտ է մի փոքր ձևափոխում ենք ես իմիշ դժվար բան չկա տեսեք այդ ակումուլյատորի տեղը միացրել եմ սենց կլեմաներ հեսա ցույց տամ Էլի ես կլեմաները միացրել, ես անջատեմ, նորից միացնում ենք, էլի պլուս մինուսը չենք խառնում, պարտադիր է դա, միացնում ենք ակումուլյատորին, արդեն ունենք հոսանք, 220 վոլտ հոսանք, միացնում, արդեն ունենք հոսանք, հիմա, ինչ է, մեկ էլ ես մի փոքր եսել եմ ձևափոխել է դրա, միացնում ենք այդ նույն, ինքը ասում է ակումուլյատորից ասվում է սա, սենց միացրեցինք, արդեն կա 220 վոլտ հոսանք, օրինակ ես ռացիան կարանք 220 վոլտից դնենք զայրատկի կամ զայրատկան գնաց, նույնիսկ հեռուստացույց կարելի է միացնել, մի ժամ, կես ժամ նայած ինչ ակումուլյատոր կարա լինի, շատ նորմալ աշխատում է, հետո երբ որ հոսանք կլինի, ես իրա հոսանքից որ կա վիկլուչացել միացնում ենք հոսանքին, այդ դեպքում ինքը արդեն ակումուլյատորը սկսում է զայրատկա տալ հոսանքի դեպքում։ Շատ նորմալ, բայց երբ որ այս կլեմաները միացրած չի ակումուլյատորին, անջատեմ, հոսանքին չենք միացնում, որովհետև հենց միացրեցինք հոսանքին նույնիսկ անջատած ժամանակ, ստեղ 12 վոլտ հոսանք է գալու, եթե նույնիսկ անջատած է։ Մի խոսքով, էսի 220 վոլտ հոսանք ունենալու համար, նաև այս տեսակի ես ուտլինիցերներից կարելի է ձեռք բերել, որ մի անգամից թեկուզ գեներատորին էլ միացնելու, ինքը արդեն նորմալ շատ հարևաններ են, բարեկամ մյուս բոլորը կարողանան զայրատկա դնեն իրանց այդ տեխնիկան։ Հիմա էսի ես ակումուլյատորի հետ կապված, ես միացնեմ նորից, ակումուլյատորով նաև ինչ է կարելի անել, տունը եթե ունենանք ես 12 վոլտ ակումուլյատորը, օրինակ ես բան եմ սարքել մի հատ, եսի սարքել էի բլինդաժի համար ավտոմեքենայի գաբարիտի լամպուշկան է, բայց դիոդնի շատ քիչ հոսանք է ծախսում, եթե եսի ասենք մութ հոսանք չկա, սա միացնում ենք, սենց այս հոսանքով շատ քիչ է, ինքը եսի միշտ լույս չի տալի, բայց մի սենյակը մի փոքր լուսավորում է, այս բլինդաժի համար լրիվ հերիքում էր, տանն էլ կարաս օգտագործես, սա շաբաթով այս ակումուլյատորից, եթե միացնում, մի շաբաթ հերիքում է, որ հոսանք ունենաս։ Մի խոսքով, էսի սենց, ինչ կարելի է ուրիշ բաներ էլ մտածել, հետո կապի մասին ասեմ, կապը շատ կարևոր է, կարա կապը չլինի նույնիսկ այդ հեռախոսը, այդ դեպքում ունենում ենք ռացիաներ, այս ռացիաները էլի ես ինտերնետով եմ զարգաց տվել, դու կարաք ուրիշ տեսակի, բայց ցանկալի է, որ այդ ռացիան լինի այս չիստոտեքը գրելով, այս թվերով անպայման, մի երկու հատ տունը ռացիա եք ունենում, ինքը գոնե մի քանի կիլոմետրի վրա, ասենք էլի կապ հաստատելու հնարավոր է, նաև զայրադնիկ ենք ձեռք բերում, հետ առանձին է, հետը չի վաճառում, այս 12 վոլտ, որպեսզի ռացիան 12 վոլտով, այսինքն այս նույնը կարելի է, սենց միացնել, էլի այդ նույն ակումուլյատորից ռացիան զայրատկի դնել, արդեն գնաց զայրատկան, տունը կարող դնեք, եթե հոսանք չլինի։ Բացի դա կապի հետ կապված, հիմա այն մարդիկ, ովքեր ունեն հնարավորություն ինչ-որ բիզնեսի հետ կապված մյուս, կարելի է այսպես ինտերնետ ձեռք բերել, այդ Starlink-ը որ կա, Starlink-ը իհարկե թանկ է, բայց շատ մեծ դեր է խաղում, այսինքն հոսանք չլինի, կապ չլինի, ոչ մի բան չլինի, բայց այդ Starlink ինտերնետը աշխատում է, Sputnik-ային ինտերնետը, նաև խորհուրդ կտամ մարդկանց, ովքեր հնարավորություն ունեն, այտենց ինտերնետ ունենան, տանը օֆիսում, չգիտեմ, որպեսզի կապ կարողանանք հաստատել։ Այսքան է երևի այս կապի ու հոսանքի հետ կապված, ինչը պարզ չի, գրեք կբացատրեմ, պետքա զանգեք, ձևը կասեմ, կսովորացնեմ, սա շատ լավ բան է, ասենք ինքը
Համարյա բոլորի տները կա, այդ փչացել է ակումուլյատորը, գցել են մի կողմ կամ էլ վաշե շպրտում են, բայց այդ ակումուլյատորը պետք չի, մենք sense ակումուլյատոր ենք միացնելու, շատ նորմալ աշխատում է։ Այսքանը առայժմ էս կապի ու էլեկտրաէներգիայի հետ կապված, ինչ ասեմ, այսքանը, շնորհակալություն, ստեսություն։